Սիրելի ֆուտբոլասերներ, հերթական խաղային օրը շարունակվում է AFL YouTube ալիքի եթերում։ Հիմա երկրորդ դիվիզիոնից Watford-ը եւ Eintracht-ը կփորձեն իրենց ուժերը 1-1 հանդեպ եւ ծանոթանանք մրցող թիմերի մեկնարկային կազմին եւ այսպես սկսենք Watford-ից դարպասում Գրիգորյան համար 1, Թադևոսյան համար 11, Բադալյան համար 4, Պետրոսյան համար 2, Գերանոսյան համար 15, Արուշանյան համար 7, Սահակյան համար 10 եւ միակ հարցակվողը Սարգսյան համար 33։ Պայստային էին ստանները Աթայան համար 3 եւ այո ներկայացնում իմ Այնտրախտի կազմը Ճեզ եզրային են իրացնում Watford-ի ֆուտբոլիստները Այնտրախտ դարպասում համար 99 Կերշին Ձախից Գորսի համար 91 Հայրապետյան համար 17 Կենտրոնում Վարդանյան Աչի Սիմոնյան համար 3 համար կիսապաշտպաններ Նազարյան համար 34 Ծատուրյան համար 10 Ստեփանյան համար 6 եւ միակ եւ առաջնորդված հարցակվողը կլինի Ղազարյանը համար 22 Թիմի պայստայիններին ստանում է Շահ Նազարյանը համար 20 Այս ռոպեներին գնդակով Watford-ի ֆուտբոլիստներն են եւ նորից եզրային նետում Կա եզրային նետումը եւ կնում են այստեղ շատ կոպիտ այստեղ դիմավորս Watford-ի ֆուտբոլիստը եւ իհարկե առաջի խախտումն էր ընդունում էր սխալը եւ այդ իսկ պատճառով մրցավարը գրպանիշ Հանես Դեղին քարտը եւ ստանդարտ կիրացնեն Այնտրախտի ֆուտբոլիստները Կամրսավարի Սուլիչը փոխանցում եւ վտանգավոր է այո Շեղ ընթացավ այստեղ Ստեփանյանի հարվածը հակառակ դեպքում կարող ենք շատ արագ գոլ տեսնել այս խաղում եւ հիմա Watford-ը արդեն փորձի պատասխանել վտանգավոր գրոհներով գնդակով Watford-ի ֆուտբոլիստներն էլ լավ փոխանցում են այստեղ եւ Աղի կանոնների խախտում Եթե ճիշտ են նկատում խոտացածքին է հայտնվել Watford-ի 10 համարը Սահակյանը այո միայն թե հիմա այդ վնասված չստանա Շատ կարևոր ֆուտբոլիստ է Watford-ի կազմում Սահակյանը թիմի առանցքային կիսապաշտպաններից մեկը իհարկե եւ առաջին խոտացածքին է տեսնենք կարողանա ոտքի կանգնել
հայրաս, ձեր թիմի 9 համարը ով է։ Սե 11-ա գրած դրա համար եմ ասում։ 11 չունեք, չէ։ Փոխել եք Սաշը, բայց Կամրցավարի սուլիչը հարված և հեռացնում են այստեղ Այնտրախտի ֆուտբոլիստները գնդակը շատ լավ շանս ուներ Վոտֆորդը հանդիպման մեջ հաշվի առավելությունը իր կողմը թեքելու, բայց Այնտրախտի պաշտպանը Սիմոնյան այո կարողացավ հեռացնել գնդակը բարձից փոխանցում կհետևի եւս մեկ հարված, բայց սա ավելի շատ փոխանցում դառավ, տեսնենք, եւս մեկ փոխանցում եւ նորից Սիմոնյանն է այստեղ այո երկրորդ անգամ մեկ գրոյի ընթացքում հեռացած գնդակը Ադևոսյանը կիրացնի այս անկյունայինը այո Եվ Այնտրախտի ֆուտբոլիստները այո կարողանում են փակել հարվածի ճանապարհը Եվ ֆիքսում այստեղ գնդակը Այնտրախտի դարպասապակը մտցնի խաղի մեջ Հագեց այս փոխանցման ճանապարհը Տադևոսյանը, տեսնենք Սիմոնյան շարժվում է առաջ, բայց այո, կար խաղի կանոնների խախտում Սիմոնյանի հետ պայքարում խախտեց խաղի կանոնները Սարգսյանը Վոտֆորդի հարձակվողը Դարպասապա շատ կոպիտ սխալ է թույլ տալիս և չեն օգտվում այս իրական շանսից Վոտֆորդի ֆուտբոլիստները, այո Սահակյանը կարող է բացել հանդիպման հաշիվը Դարպասապայի սխալից, բայց շեղ ընթացավ նրա հարվածը և հիմա Այնտրախտի գրողը ուժեղ փոխանցում դեպի առաջ և հարված կլինի այո Վոտֆորդի դարպասից Փոփոխություն այո Վոտֆորդի կազմում Սարգսյանն է հեռանում դաշտից և նրա փոխարեն հանդիպումը կշարունակի Աթայանը երրորդ համարով Վոտֆորդը խաղարկում է գնդակը Ադևոսյան փոխանցում և գրոյի տեղափոխությունը դեպի աջ Սահակյանի ուղղությամբ անցավ մեկին Սահակյանը այստեղ փոխանցում և նորից այո և նորից Սիմոնյանը հեռացնում է գնդակը եւս մեկ անկյունային հարված Կամրցավորի սուլիչը, բայց նորից անկյունային այո Այնտրախտի ֆուտբոլիստներից հեռացավ գնդակը Տադևոսյանը կիրացնի կա փոխանցումը տեսնենք հարված և շեղ ընթացավ հարվածը այո հարված կլինի Այնտրախտի դարպասից Գրոում է Այնտրախտը Նազարյան Հատուրյան փորձեց անցնել, բայց
հեռացրեց այստեղ թիմի պաշտպանը գնդակը։ Տեսնենք, փակեցին փոխանցման ճանապարհը, շատ ակտիվ հանդիպում է ընթանում իհարկե այս րոպեներին Արուշ Թադևոսյան, ետ փոխանցում այո։ Եվ ուժեղ փոխանցում դեպի առաջ անհասցրել այս փոխանցումը։ Եթե մրցաշարային աղյուսակին մի փոքր հայացք ենք նետում, այո, այս պահին Այնտրախտը 11 խաղից հետո ունի 25 միավոր։ Մրցաշարային աղյուսակում առաջինն է, իսկ Վոտֆորդը 6-րդ հորիզոնականում է գտնվում 14 միավորով։ Այո, Այնտրախտին Բավարիան հետապնդում է։ 1 միավոր պակաս ունի և 1 հանդիպում էլ պակաս է անցկացրել։ Այնպես որ Այնտրախտը ամեն կերպ այսօր կփորձի 3 միավորով հեռանալ դաշտից, նույնը կարող եմ ասել Վոտֆորդի տեսանկյունից։ Թիմը հաղթանակի դեպքում այո, կվաստակի ևս 3 միավոր, կունենա 17 միավոր և կսպասի այս պահին աղյուսակային տեսանկյունից հիմնական մրցակից Արսենալի հանդիպմանը։ Նազարյան և շահասավ գնդակը այստեղ Սիմոնյանին։ Եզից կնետի Սիմոնյանը, փոխանցում Ծատուրյանի ուղղությամբ։ Եվ Թադևոսյանը 1-1 է փորձում պայքարել, լավ շրջվեց այստեղ Ծատուրյանը գնդակով, աչից կա տարբերակ, բայց շարժվեց դեպի ձախ։ Հարված կհետևի։ Հարված և բացվում է հանդիպան հաշիվը, այո։ Այնտրախտը կարողացավ այս ճնշումներին դիմանալ և հակագրովով բացեց հանդիպման հաշիվը։ Այո, մրցավարը այս ընթացքում գնաց դիտելու կրկնապատկերը համոզվելու համար և ամեն ինչ կարգին է, հաշվում է Այնտրախտը ստանում է առավելություն, հաշվում է գոլը, Այնտրախտի կազմում գոլ եղնակ դարձավ թիմի 34 համարը Նազարյանը և հիմա հենց նա է գնդակով փոխանցում Ծատուրյանի ուղղությամբ 2-3 մրցակցի շրջափակումից կարողացավ դուրս գալ և ետ փոխանցում դեպի թիմի ավագ Սիմոնյանը, որի տեղափոխություն դեպի ձախ, բայց հեռու թողեց այստեղ, լավ էր մտածել Ստեփանյանը, բայց շատ հեռու թողեց գնդակը։ Հարված Վոտֆորդի դարպասից։ Արուշանյան լավ փոխանցում է դեպի, բայց Սիմոնյանը նորից հեռացնում է գնդակը։ Արուշանյան Կրոյի տեղափոխություն դեպի ձախ Թադևոսյան փոխհարարկումը չանցավ և հիմա արագ հակագրոհի նորից կարող էին անցնել Այնտրախտի ֆուտբոլիստները, բայց սխալ ուղղությամբ հետևեց Նազարյանի փոխանցումը։ Թադևոսյան շարքում է դեպի կենտրոն և հեռացնում են այստեղ գնդակը ուղղակի Վոտֆորդի ֆուտբոլիստները։ Արուշանյան կարողացավ գնդակը պահել իր թիմի մոտ։ Արուշանյան հեռվից հարված, դարպասապահ փրկեց, բայց շարունակվում է Վոտֆորդի գրոհը։ Գրոհի տեղափոխություն նորից Արուշանյանի ուղղությամբ, լավ փոխանցում էր և հարված կլինի դարպասից։ Սիմոնյան
Լավ փոխանցում Ղազարյանի ուղղությամբ անցավ այստեղ մեկին, բայց Արուշանյանը եկավ եւ փակեց ճանապարհը, այո, դեղին կստանա այստեղ։ Արուշանյանի հետ պայքարում թույլ չտվեց Արագ Հակագրոյի անցնի Ոթֆորդը եւ մրցավարը գրպանից անում է դեղին քարտը։ Հետևը մարդ մնացեք։ Արդ մեջտեղ գնար։ Այո, Ղազարյանը ստացավ դեղին քարտ եւ գնդակի մոտը Ոթֆորդի 10 համարը Սահակյանը տեսնենք կամ մրցավարի սուլիչը Սահակյան փոխանցում հարված եւ բարձր ընթացավ այս հարվածը։ Դարպասապանն է Այնտրախտի մտցնում գնդակը խաղի մեջ։ Նորից Գերշիշ փոխանցում Սիմոնյանի ուղղությամբ եւ այո, կենտրոնում Ղազարյանը ընդունում է, ճրճվեց, լավ փոխանցում դեպի Ծատուրյան չկարողացավ տանել գնդակի իր հետ եւ հիմա հակառակ պատկերն է։ Լավ փոխանցում է այստեղ Արուշանյան թույլ է այս հարվածը։ Այո, Սահակյանը արեց ամեն ինչ խաղընկերոջը շատ նպաստավոր դիրքում հարվածի հանելու համար, բայց թույլ ընթացավ Արուշանյանի հարվածը եւ հիմա նորից գնդակով Այնտրախտի ֆուտբոլիստներն են։ Սիմոնյանը խորքից լավ փոխանցում կատարեց, բայց փակեցին Ղազարյանի ճանապարհը։ Մեջտեղ ուզեք։ Ոթֆորդի ֆուտբոլիստները եւ նորից գնդակը Այնտրախտի վերահսկողության տակ են Ղազարյան։ Լավ հնարքի եղած այստեղ փոխանցում Ղազարյանի ուղղությամբ Ծատուրյան տեսնենք եւ Արուշանյանն է Արագ Հակագրոյի անցնում տեսնենք լավ անցում կատարեց հարված եւ մի փոքր շեղ ընթացավ հարվածը Եզրեյ հենց պոինտ այնում եք փակնում եք Հե դուս պոյ դեպի խաղա ավել լավ Մի քոնել եք է, հա։ Ծատուրյան կորցրեց գնդակը այստեղ Արուշանյանի հետ պայքարում եւ Սահակյան անցավ 1-ին 2-ին փոխանցում պետք է ավարտել հաշիվը, բայց հերթ գնաց գնդակը այստեղ Թադևոսյանի համար նորից նայ գնդակով Թադևոսյան հարված եւ ինչ է այստեղ չի սուլը մրցավարը Արուշանյան հարված եւ հարված կլինի դարպասից այո Փոխություն Ոթֆորդի կազմում այո կրկնակի Միք, թաղ կիսա պաշպան Հաշ պաշպան Սիմոնյան Սատուրյան այստեղ լավ շրջվեց, լավ անցում կատարեց, բայց լավ նկատեց Նազարյանին, բայց փակեց այս փոխանցման ճանապարհը Ոթֆորդի 4-րդ համարը Բադալյանը եւ հիմա տեսնենք ինչով կպատասխանի Ոթֆորդի ֆուտբոլիստները Սահակյան լավ անցում էր փոխանցում եւ չեն կարողանում գրավել հիմա էլ այստեղ Սարպասին Ապրես Հայկով Ախպերես դեր 99 համարի ազգանունը ոնց է չկա գրած դե 99 Հայկ Պողոսյան Հədə գնաբել եք, դուխով գնաբել եք Չկա գրած դե Ո՞նց անես, շատ լավ էր, հրես Հրես շատ լավ էր Պողոսյան, Հայկ Պողոսյան 8 գրած 8 գրած Այդ իրեն մոնտաժի ընթացքում կարան է, որովհետև էկրայի անցախազում։ Սատուրյան, հետևի հարված,
Այո, բայց Արուշանյանը փակեց հարվածի ճանապարհը։ Եվ տեսնենք ինչ որոշում կայացնի Արուշանյանը, լավ փոխանցում այստեղ Սահակյանի ուղղությամբ։ Սահակյան աչից կա տարբերակ, չնկատեց խաղընկերոջը եւ նորից հետ փոխանցում Արուշանյանին։ Եվ եզրային նետում կլինի այստեղ։ Այո, արբաստի վրա ընդունեց Այնտրախտի կենտրոնական պաշտպան Վարդանյանը եւ հիմա եզրից կնետեն նորից Ոթֆորդի ֆուտբոլիստները։ Կա փոխանցում Արուշանյան, նորից փոխանցում եւ այո, կար խաղի կանոնների խախտում հարձակվող թիմի կողմից։ Սարգսյանը խախտեց խաղի կանոնները եւ արագ են խաղարկում Այնտրախտի ֆուտբոլիստները գնդակը Ծատուրյան փոխանցում Սիմոնյանի ուղղությամբ Աչից Ղազարյանն է գնդակով Աստոն կնկատի Ծատուրյանին բայց չանցավ այդ փոխանցում այո Գորնալ Բադալյան Լավ փոխանցում էր եւ նորից Վարդանյանը հեռացրեց գնդակը Սահակյան լավ նկատեց այստեղ խաղընկերոջը Պողոսյանին եւ գրոհ տեղափոխություն նորից Աչ Սահակյան Պողոսյանի ուղղությամբ բայց այստեղ հեռացնում են գնդակը ոչ այդքան հեռու Այնտրախտի ֆուտբոլիստները կա խաղի կանոնների խախտում, այո, պաշտպանվող թիմի կողմից եւ Ոթֆորդը լավ ստանդարտ հնարավորություն է ստանում այստեղ, տեսնենք ինչը կվերածեն այն Կամրցավարի Սուլիչը Սահակյան հարված, բայց փակեցին այստեղ Սահակյանի հարվածը Եզից կնետի Ոթֆորդը Մի տես բան եք հրջան վազի մեկ զրոյ անգամ են ախպեր Լավ փոխանցում է եւ նորից Սիմոնյան Այսել որի օրդ անգամ երկրորդ հարկում Սիմոնյանը կարողանում է հեռացնել գնդակը եւ հիմա տեսնենք Այնտրախտը արագ հակագրոհի անցնում Ծատուրյան ճրվեց այստեղ կա Աչից տարբերակ եւ իհարկե այստեղ Սարգսյանը կստանա դեղին քարտ 2-3 դրվագում հաղթեց խաղի կանոնները Ակեն մրցավար զամեն կարելի է Արսեն զամեն Այ փոփոխություն Ոթֆորդի կազմում Կամ մրցավարի Սուլիչը տեսնենք Ծատուրյան հերվից հարված բարձր ընթացավ այս հարվածը Եվ դարպասապա մի անգամից փոխանցում է Սահակյանի ուղղությամբ ընդունեց կասեցեց գնդակը Թադևոսյան տեսնենք ինչ կփորձեն Ոթֆորդի ֆուտբոլիստները Արուշանյան փոխանցում դեպի Պողոսյանի ուղղությամբ նորից Արուշանյան Աչից կա տարբերակ այո նկատեց խաղընկերոջը Երկար փոխանցում բայց շեղը Ընդհանում փոխանցումը
Պետրոսյանի եւ հարված կլինի Երշիշի պաշտպանած դարպասից։ Դատուրյան եւ Արուշանյան հարված հեռացած գնաք Երշիշը տեսնենք չկարողացավ Թադևոսյան լավ փոխանցում կատարել այստեղ եւ կլինի եզրային նետում Վոթֆորդի օգտին Բադալյանը գնդակը կմցնի խաղի մեջ Արուշանյան լավ հնարքեր Արուշանյան փոխանցում Սարգսյանի ուղղությամբ Եվ Սահակյան այո իջավ եւ օգնեց պաշտպանությունում հիմա էլ տեսնենք ինչ կրեվ ընթանում դաշտում գնդակի համար այո պայքար է սա Սահակյանի եւ Ծաթուրյանի միջեւ եւ գնդակը հեռացավ հենց Սահակյանից Ուժեղ փոխանցում առաջ եւ կար խաղի կանոնների խախտում այստեղ Ազարյանի կողմից հիշեցնեմ որ նա արդեն տեղին քարտով պատժվել է մրցավարի կողմից այնպես որ պետք է զգուշորեն անցկացնի հանդիպան մնացած ժամանակահատվածը կարմիր քարտից խուսափելու համար տեսնենք խոտացած կինը հայտնվել այստեղ Գրիգորյանը Վոթֆորդի գիպերը Տեսնենք կարողանա շարունակել հանդիպումը Այո կարողացավ կանգնել ոտքի Գրիգորյանը կարծում եմ կշարունակի հանդիպումը Խաղարկում են Վոթֆորդի ֆուտբոլիստները պաշտպանությունում գնդակը եւ այո փոխանցում Սահակյանի ուղղությամբ 2-3 փոխանցում Վոթֆորդի կատարմամբ եւ գնդակը նորից Սահակյանի մոտ է հայտնվում այո շատ լավ կիսապաշտպան է տեսեք ինչպես անցումներ կատարեց այստեղ հարվածքը հետևի Սահակյանի կողմից բայց մի փոքր շեղընթացավ այո շատ լավ անցում կատարեց այստեղ Դաշտի միջնամասից մինչև մրցակցի տուգանային հրապարակ, բայց մի փոքր շեղընթացավ Սահակյանի կատարած հարվածը։ Այոնը արժանի այսօր գոլի հեղինակ դառնալու, տեսնենք կարողանա իր թիմի կազմում հաշվի ընկնել գոլով։ Արուշանյան, լավ շրջվեց այստեղ Արուշանյանը։ Կա ձախից տարբերակ։ Այո, փոխանցում Պողոսյանի ուղղությամբ, նորից Արուշանյան Լավ է մտածել Արուշանյանը չանցավ այս փոխանցումը և առաջի խաղակեսն ավարտված է, մենք կհանդիպենք քիչ անց Սիրելի ֆուտբոլասերներ, մենք վերադառնում ենք կրկին Վոթֆորդ դեմ Այնտրախտի հանդիպան երկրորդ խաղակեսը դիտելու առաջ խաղակեսից հետո հանդիպան հաշիվում 1-0 է օգուտ Այնտրախտի հանդիպան միակ գոլը խփել է Նազարյանը Այնտրախտի 34 համարը եւ տեսնենք ինչ կարողանա անել Վոթֆորդի երկրորդ խաղակեսում Սահակյան հետ քիչ են ճիշտ է եւ փոխանցում դեպի ետ Որ վերջի մարդ է Բադալյան գրոյի տեղափոխություն դեպի ձախ Լավ փոխանցում է, բայց նորից հեռացնում են այստեղ Այնտրախտի ֆուտբոլիստները գնդակը Բադալյան այո նորից փակեց փոխանցման ճանապարհը
Եվ հարված կլինի դարպասից, այո։ Հնարամիտ գործեց այստեղ Այնտրախտի պաշտպանը։ Բադալյան նորից հեռացած գնդակը։ Եվ այո, այստեղ Սիմոնյանը թույլ չի տալիս անցնելին եւ արագ գրոցա խախտում այո կար այստեղ Ծատուրյանի հետ պայքարում Եվ տեսնենք հարվածի է պատրաստվել Ծատուրյանը հարված եւ բարձր ընթացավ Ես հիշեցնեմ, սիրելի ֆուտբոլասերներ, որ մեր բոլոր հանդիպումները ընթանում են AFL Armenia YouTube-յան ալիքի եթերում։ Եվ այստեղ հեռացնում են ուղղակի Watford-ի ֆուտբոլիստները գնդակը եւ հարված կլինի Այնտրախտի դարպասից։ Սիմոնյան շատ լավ հանդիպում է այսօր անցկացնում թիմի ավագը Սիմոնյանն Այնտրախտի մի քանի դերբակներում առաջին հակեսում փրկեց իր թիմին շատ վտանգավոր գոլեր բաց թողնելուց Բադալյան Հոքոցում առաջ և այստեղ Սիմոնյանն է պայքարում, պահում գնդակի իր թիմի մոտ Վարդանյան, հոքոցում Ծատուրյանի ուղղությամբ, լավ շտվեց և պատ խաղարկում այստեղ Ծատուրյան Ծատուրյան տեսնենք ինչ որոշոնք կայացի, մեկը մեկի հետ պայքարում և անկյունային Ոչ, հարված դարպասից, այո Ծատուրյանից հեռացավ գնդակը, արագ են Watford-ի ֆուտբոլիստները գնդակը մտցնում խաղի մեջ, Արուշանյան, Սահակյանի ուղղությամբ փոխանցում, Սահակյան և մի անգամից երկու մրցակցի այդ պայքարում կարողացավ վաստակել Եզրային նետում, այ Եզրայինը Սահակյանը փոխանցեց Արուշանյանի ուղղությամբ, բայց Սիմոնյանը այստեղ հեռացնում է գնդակը, որքան հնարավոր է հեռու Ակտիվ է սկսել Watford-ի երկրորդ խաղակեսը, տեսնենք, բայց և ինչ է այստեղ, հեռացեց դարպասապահը գնդակը, Արուշանյան և այո, կարողացան Այնտրախտի ֆուտբոլիստները նորից այստեղ մի փոքր հեռացնել գնդակը, բայց Սահակյան, հեռվից հարված և նորից է ընթանում Սահակյանի հարվածը Որտեղ է հասել արդեն թիմի պաշտպան տեսնում եք Watford-ի Պետրոսյան Արուշանյան փոխանցում, բայց այստեղ գնդակը Այնտրախտի դարպասապահի ձեռքերում է Սիմոնյան Լավ փոխանցում էր Եվ ինչ է այստեղ չկա խաղի կանոնների խախտում Արուշանյան անցավ մեկին, տեսնենք, հարված կհետևի Արուշանյան փոխանցում էր սա և չդիպավ ոչ ոք գնդակին Watford-ից և կլինի անկյունային հարված Տեսնենք ինչի կվերածեն Watford-ի ֆուտբոլիստները այս ստանդարտը կա փոխանցումը ցածրից, բայց նորից Սիմոնյանն է հեռացնում գնդակը Արուշանյան և գնդակը հատել է դաշտի թիմային գիծը կլինի հարված Այնտրախտի դարպասից Եվ
Այո, խաղարկում են Այնցախտի ֆուտբոլիստները գնդակը։ Իհարկե անկախ հաշվից Վոթֆորդը այն թիմը չէ, որ մեկ գնդակ ցանկության դեպքում չկարողանա ետ բերել, բայց միևնույն ժամանակ Այնտրախտն մտածում այդ շատ կարևոր 3 միավորը վաստակելու մասին, այնպես որ տեսնենք հաջողությունը որ թիմին կուղեկցի։ Ծատուրյան եւ Սուլես որսաբարը այո կար խաղի կանոնների խախտում նրա հետ պայքարում։ Եվ հենց նա գնդակը կմցնի խաղի մեջ։ Ուժեղ փոխանցում դեպի առաջ, բայց այստեղ Վոթֆորդի ֆուտբոլիստներն են Սահակյան։ Տեսնենք ինչ որոշում կայացնի, անցավ մեկին։ Փոխանցում եւ հեռացնում են Վոթֆորդի ներողություն Այնցախտի ֆուտբոլիստների գնդակը եւ այո այստեղ Սիմոնյաններ միացել գրոհին, բայց Այլ մի քիչ առաջ։ հեռացին գնդակը Վոթֆորդի ֆուտբոլիստները։ Շեստան թիմերի միջև առաջին հանդիպումը ավարտվել է 1-2 հաշվով օգուտ Այնտրախտի։ Այո, եւ հիմա էլ 1-0 հանդիպման հաշիվը։ Եթե այսպես ավարտվի հանդիպումը, կլինի 2 խաղում նվազագույն հաշվով հաղթեց Այնտրախտը, բայց վստահ եմ, որ Վոթֆորդը գնալու այդ գնդակը ետ վերելու հետևից։ Տեսնենք։ Եզից կնետեն Վոթֆորդի ֆուտբոլիստները Հես անգամ։ Ուզեք։ Սահակյան Եվ Ծատուրյանը հեռացեց, բայց ոչ այնքան հեռու կա խաղի կանոնների խախտում այստեղ Ստեփանյանի կողմից Արագ է խաղարկում Սահակյանը գնդակ այո շտապում են արդեն Վոթֆորդի ֆուտբոլիստները իհարկե հասկանալի է նրանց պարտվում են հաշվի մեջ մեկ գնդակ ընդամենը տարբերությունը եւ պետք է փորձել ամեն կերպ ետ բերել այդ փորձած գնդակը։ Դա ակտիվ է կրկնում եմ եւս մեկ անգամ սկսել Վոթֆորդի երկրորդ հաղակեսի այս առաջին հատվածը տեսնենք կարողանան հիմնական հաշվի տեսանկյունից այդ առավելությունը վերածել գոլի, բայց այստեղ սխալվում է Վոթֆորդի պաշտպանը եւ գնդակում Այնցախտի ֆուտբոլիստներն են, տեսնենք Ծատուրյան լավ չչեցեց այստեղ գնդակը Ծատուրյան անցավ երկու մրցակցի եւ Սահակյան նետվում է առաջ, բայց Լավ, դիպավ գնդակը Սահակյանի ձեռքին Ծատուրյան լավ անցում կատարեց այստեղ Ծատուրյանը Այնտրախտի 10 համարը տեսնենք եւ սա հաղթում է Բադալյանի կողմից կստանա դեղին քարտ արդեն այո նյարդերը տեղի են տալիս Վոթֆորդի ֆուտբոլիստների Չենք խոսում, խաղում եք տղեր։ Եվ ստանդարտ իրացնեն այստեղ Այնտրախտի ֆուտբոլիստները նորից գնդակի մոտ է Ծատուրյանը Համարսավորի սուլիչը Ծատուրյան հարված և նորից բարձր է ընթանում գնդակը Տեղերով բացվեք Սահակյան լավ գրոյի տեղափոխություն է դեպի առաջ, բայց և գնդակը մնում է Վոթֆորդի մոտ տեսնենք
Փոխանցում Սահակյանի ուղղությամբ հարված եւ վերացնում է դարպասապակի երջինը գնդակը։ Իրական շանս կորցրեց Սահակյանը, բայց անկյունային տեսնենք ստանդարտը միգուցե փոխօգնության հասնի Watford-ին։ Կա փոխանցումը ընթացքից հարված, բայց սա էլ փոխանցում ստացվեց դեպի Արուշանյանը։ Արուշանյան հարված Սևան ջան, Սա խաղի խախտում, այո, Տուգանային հրապարակից դուրս է խախտումը եւ նշանակել է մրցավարը Տուգանային, ակտիվացել է Watford-ը, տեսնենք։ Փոփոխություն այս ընթացքում Այնտրախտի կազմում Ղազարյանը կմտնի խաղադաշտ։ Փոխարինեց Նաշան Նազարյանին եւ տեսնենք կա մրցավարի Սուլիչը հարված եւ նորից բարձր է ընթանում գնդակը։ Վարդանյան սխալվեց այստեղ եւ հիմա ինչ էր սա Պողոսյանը կարող էր եւ ավելի լավ փոխանցում կատարել եւ հարված կատարել, բայց չարեց ոչ մեկ։ Ատուրյան եւ անկյունային հարված կլինի։ Եզրերը նույն աթիկը։ Նայրի դե դավայ։ Մատու կողը խաղա։ Կա փոխանցումը, բայց բարձր ընթացավ։ Ափերի։ Կայնը սատաշիմե։ Արված Այնտրախտի դարպասից Քերշիշը կմցնի այն խաղի մեջ, բայց ինչ է եղել մրցավարը զգուշացնում է Պահեստային նստարանների գտնվող ֆուտբոլիստերին եւ այո պետք է նորից գնդակը մտցնել խաղի մեջ, բայց խաղարկումով են դուրս գալիս պաշտպանությունը Այնտրախտի ֆուտբոլիստները, տեսնենք գնդակով այո Watford-ին նշանակեց եզային նետում մրցավարը եւ տեսնենք Արուշանյան շարժվում է առաջ, չկար խաղի կանոնների խախտում, Արուշանյան տեսնենք ինչ որոշում կայացնի, փոխանցում դեպի կենտրոն, նորից Արուշանյան, Գրոյի տեղափոխություն դեպի ձախ, լավ փոխանցում էր։ Ծատուրյան տեսնենք լավ դուրս եկավ երկոքու շրջափակումից, բայց սխալ փոխանցում կատարեց, իսկ հիմա ինչ է անում։ Վստահաբար այստեղ կա խաղի կանոնների խախտում, այո։ Երկրորդ տեղին, շուրջ երկրորդ վիզոս սուրիշ չտա ինքը կնյակ Եվ տեսնենք այո Սիմոնյանը մրցավարի հետ վիճելու համար ստացավ դեղին քարտ։ Սևան։ Ahmet Efso target işgalli kalli sağ hayko cana.
Այո, մրցավարը եկավ դիտեց կրկնապատկերը, այո, վարկած կար, որ կարող է աղադաշտից հեռացնել ֆուտբոլիստի խաղթման համար, բայց ամենիշ կարգին է, ուղղակի տուգանային հարված է նշանակված և գնդակի մոտ է Այնտրախտի հարձակվողը Ղազարյանը, տեսնենք կա մրցավարի սուլիչը Ղազարյան, սա փոխանցում էր, բայց անհասց է։ Արուշանյան լավ շրջվեց։ Բադալյան լավ նկատեց այստեղ խաղընկերոջը և բարձրն է ընթանում հարվածը, բրավո Բադալյանին այս փոխանցման համար, բայց պետք էր եզրափակել գրոհը։ Սատուրյան սխալվեց այստեղ Այնտրախտի 10 համարը և ուղեց իր սխալը։ Ոթֆորդն է գնդակով, Ադևոսյան թողեց գնդակը Արուշանյանին, Արուշանյան, տեսնենք, աջ եզրում է։ Հացվեք են գծով։ Փոխանցում կենտրոն, Բադալյան, հարված, և այո, դիպավ դարպասապահ գնդակին կլինի անկյունային հարված։ Կակ, էլի գակ։ Արուշանյանն է գնդակի մոտ, փոխանցում և հարված կլինի Ոթֆորդի դարպասից, ոչ մրցավարը գալիս է կրկնապատկեր դիտելու, տեսնենք կար տարբերակ, որ գնդակը դիպավ պաշտպանի ձեռքին, հիմա կտեսնենք ինչ որոշում կայացնի մրցավարը։ Այո, դիտեց մրցավարը կրկնապատկերը և չկար ոչինչ, անկյունային հարված կլինի, քանի որ վերջինս գնդակը դիպավ Այնտրախտի պաշտպանի և տեսնենք ստանդարտները գուցե փոփոխության հասնեն Ոթֆորդին միայն ոչ այսպիսի փոխանցումներով։ Սատուրյան սա խաղի կանոնների խախտում էր և տեսնենք հիմա ինչքան է Ոթֆորդի ֆուտբոլիստները նրանք ունեն մտածելու տեղ, շապելու, նրանք են զիջում հաշվի մեջ, իսկ մեծ հաշվով Այնտրախտին այս հաշիվը բավարար է 3 միավորով հաստատելու համար, նրանք կմնան առայժմ առաջին հորիզոնականում, մինչև Բավարյան կանցկացնի հանդիպումները։ Կա սուլիչը, փոխանցում, Արուշանյան, հարված և Սիմոնյանը իր վրա ընդունեց գնդակը և հիմա արագ հակագրով Այնտրախտի կողմից, բայց և չի հասնի այս փոխանցմանը Նազարյանը։ Այո, արդեն երևում է լարվածություն Ոթֆորդի կողմից։ Փոխանցում, Թադևոսյան, անցավ մեկին, տեսնենք, կենտրոնը շարժվում, փոխանցում դեպի ձախ և նորից խաղի կանոնների խախտում։
Արոյի չի գծում։ Շատ լավ հնարավորություն է ստացել Վոթֆորդը, շատ նպաստավոր դիտքում է տուգանային նշանակված եւ գնդակի մոտ է Արուշանյանը։ Տեսնենք հիմա միգուցե Կասուլիչը, Արուշանյան, հարված եւ նորից շեղընթացավ գնդակը, լավ հարված կատարեց Արուշանյանը, բաց էր անկյունը, նկատել էր, բայց մի փոքր էր պետք տասնել գնդակը եւ այդ դեպքում վստահ եմ, որ Այնտրախտի դարպասապահ ոչինչ չէր կարող անել։ Այնտրախտը գնդակով եւ այո, դուրս է եկել գնդակը դաշտի սահմաններից, ես իսկ կնետեն Այնտրախտի ֆուտբոլիստները։ Զատուրյան նրա հետ Արուշանյանն է պայքարում եւ այո, կար խաղի կանոնների խախտում, թիկունքից հրեց։ Զատուրյան, տեսնենք։ Լավ, փոխանցում է, բայց Բադալյանը հեռացեց։ Գուցե հիմա Թադևոսյան։ Արագ է պետ Թադևոսյան։ Լավ, փոխանցում էր Սահակյանի ուղղությամբ եւ նորից Այնտրախտի պաշտպանները կարողացան հեռացնել գնդակը։ Սահակյան շարժվում է դեպի առաջ։ Հետևի հարված եւ հեռացնում են նորից պաշտպանները գնդակը, անկյունային հարված։ Այո, Վարդանյանը շատ լավ փակեց հարվածի ճանապարհը այստեղ։ Եվ տեսնենք։ Սահակյան, կա փոխանցումը, եւ հիմա Ծատուրյանն է հեռացնում 4 րոպե մնացել է հանդիպման ավարտին։ Տեսնենք Թադևոսյան։ Սահակյան, լավ փոխանցում էր եւ Հարուշանյանը պետք է ուղղակի գնդակը դներ դարպասում այստեղ, բայց ստացվեց դեպի երկփոխանցում նորից։ Ես իսկ նետում եմ Վոթֆորդի ֆուտբոլիստները։ Թադևոսյան հարված եւ անկյունային հարված կլինի։ Պողոսյանն է գնդակի մոտ։ Բարսրից փոխանցում Եվս մեկ անկյունային, այո, դուրս չի կարողանում այս րոպեներին Այնտրախտը գալ իր տուգանային հրապարակից։ Տեսնենք, բայց առայժմ հաշվի մեջ փոփոխություն չկա։ Արուշանյանն է գնդակի մոտ։ Կա փոխանցում։ Հարված եւ հաշիվը հավասար է, այո։ Կարողացան Վոթֆորդի ֆուտբոլիստները իրենց մեջ ուժ գտնել եւ հանդիպան հաշիվը հավասարեցնել։ Պետրոսյանը դարձավ գոլի հեղինակ, այո, թիմի պաշտպանը միացել էր գրոհին եւ կարողացան Վոթֆորդի ֆուտբոլիստները այդքան սպասված գոլը հեղինակել։ Եվ հիմա ինչու ոչ կարող են մտածել հաղթանակի մասին, 3 միավորի մասին, չէ՞ որ հոգեբանական առումով նրանք այս պահին ավելի լավ վիճակում են, բայց հիմա Այնտրախտը գնդակով Ծատուրյան փոխանցում Նազարյանի ուղղությամբ անցավ այստեղ եւ 11 մետրանոց նշանակում մրցավարը, այո։ Всё. Տեսնենք վերջական է մրցավարի որոշումը, թե կդիտի կրկնապատկերը։ Դեղին քարտ է այստեղ տանում Սահակյանը վիճելու համար։
Այո, կդիտի կրկնապատկերը մրցավարը տեսնենք ինչ որոշում կայացնի։ Zögert, target, wer? Vitya Keste now. Այո, նշանակեց մրցավարը այստեղ 11-6-ից հարված, չփոխեց իր որոշումը։ Եվ տեսնենք ով կարողացի Այնտրախտի ֆուտբոլիստներից։ Այո, կարծում եմ Ծատուրյանը իմի 10 համարը։ Հանդիպման հիմնական ժամանակի ավարտին մնացել է 1 րոպե։ Կարծում եմ եւս մի քանի րոպե կփոխհատուցի մրցավարը։ Տեսնենք։ Կա մրցավարի սուլիչը Ծատուրյան, տեսնենք հարված եւ դիպուկ հարված է կատարում այստեղ Ծատուրյանը Այնտրախտը առաջ է անցնում հաշվի մեջ Ապրեն Nein, top, Adi. Վերցվում է հանդիպումը Արուշանյան, արդեն այո ողջ թիմով գնում է առաջ Ոթֆորդը հանդիպումը փրկելու Թադևոսյան, Արուշանյան եւ հեռացնում է Սիմոնյանը գնդակը, բայց ոչ այդքան է Ռուսակյան Փոխանցում եւ հանդիպան հաշիվը նորից հավասար է Այո այստեղ ինքնագոլի եղնակ դարձան Այնտրախտի պաշտպանները եւ 2-2 ընթացքում 3 գոլ տեսանք, կարծում եմ այս հանդիպումը կավարտվի այսօր թե ոչ։ Տեսնենք մրցավարի փոխհատուցած ժամանակն է ընթանում։ Եվ խաղում այստեղ արձակվող թիմի կողմից Նազարյանը խախտեց խաղի կանոնները եւ ուժեղ փոխանցում դեպի առաջ Վարդանյանը հեռացնում է գնդակը, տեսնենք Ոթֆորդը ամբողջ կազմով նորից գնում է առաջ Թադևոսյան Գրոյ տեղափոխություն դեպի Սահակյանը, բայց չկարողացան լավ կասեցնել, այո, կար ձեռքով խաղ Սիմոնյանի տեղություն Ղազարյանի կողմից, նա դեղին կարտ արդեն ունի, հիշեցնեմ Եվ տեսնենք Սահակյանը Կիրաս Տուգանային է։ Այո, վերջին կրոնն է նույնիսկ Ոթֆորդի դարպասապանն է գալիս առաջ, կա մրցավարի սուլիչը Սահակյան, փոխանցում և այսքան այս հանդիպման համար 2-2 դրամատիկ հանդիպում դիտեցինք Իսկ մենք կհանդիպենք քիչ անց Սելտա Նյուքասլ հանդիպումը դիտելու